ամեն իշխանություն ինձ է տված, թե երկնքում, թե երկրի վրա, ողջ անդրանետում, ամեն իշխանությունը, ողջ իշխանությունը տրված է Աստծո խոսքին, սիրելիներ։ Եվ մենք ուզում ենք, որպեսզի Աստծո խոսքը լսելու ժամանակ այդ հավատքով լսենք, որ այդ իշխանությունը ունի այդ խոսքը, ամեն տեսակի դեմ դրած պատնեշները քանդելու, թող փառավորվի Աստծո անունը, սիրելիներ։ Եվ ես ուզում եմ կարդամ Աստծո խոսքից Առաջին Թագավորաց 27-րդ գլխից, սիրելիներ։ Առաջին Թագավորաց 27-րդ գլխից առաջին խոսքերից կարդում եմ։ Դավիթ իր սրտի մեջ ասավ. Վերջապես օրը Սաուլի ձեռքով պիտի կորսրի։ Ինձի համար փղշտացիների երկիրը փախչել են, աղեղը չկա, որպեսզի Սաուլ ինձ մեր հույսը կտրե, ուզիս անգամ մնալ Իսրայելի սահմանների մեջ չպտրել, ու անոր ձեռքեն ազատին։ Դավիթ իրեն հետ եղող 600 մարդով ելավ ու Գեթի թագավորի Մակովին որդին Անկուսիկով գնաց։ Ես ուզում եմ ընթերցել, սիրելիներ, նույն թագավորած, առաջին թագավորած 30-րդ գլխից, սիրելիներ, մի քանի խոսքեր։ Այն բանից հետո, որ Դավիթը գնացել էր փղշտացիների երկիրը եւ բնակվում էր արդեն որոշ ժամանակ հետեր, սիրելիներ, եւ բնակվում էր Սիկելակում։ Ով կարդացել է կիմանա, սիրելիներ, այս պատմությունը։ Եվ ընդեր բնակվելու ընթացքում, սիրելիներ, փղշտացիների թագավորը մի առաջարկ անում Դավիթին, որպեսզի իր զորքի հետ գնա ընդդեմ Իսրայելին։ Եվ ես չեմ ուզում այդ ամբողջ պատմությունը կարդամ։ Եվ ինչ-ինչ պատճառներով ու պայմաններով Դավիթը ետ է վերադառնում։ Եվ ես ուզում եմ կարդամ 30-րդ խոսքին, սիրելիներ, առաջի համարից մինչև 6 համարը։ Եվ Դավիթ ու իր մարդիկը երրորդ օրը Սիկելակ մտան, ահա ամալեկացիները, հարավային երկրին ու Սիկելակի վրա հարձակեր ու զայն այրել էին։ Հոն եղածքիները գերի արել էին, եւ բոլորը, որ հոն կգտնվեին պստիկեր մինչև մեծը, մարդը չէին ներծուցել, ապա զանոնք իրենց հետ տանելով ճամփանին գացել էին։ Եվ Դավիթ ու իր մարդիկը քաղաքը հասան, ահա այն կրակով այրված էր, ու իրենց կիները, տղաքները, աղջիկները գերի առնված էին։ Ուստի Դավիթ ու իրեն հետ եղող ժողովուրդը ձայներնին վերցուցին ու այնքան լացին, մինչև որ իրենց վրա ուժ չմնաց։ Դավիթի երկու կիները, Եզրայելացի Աքինոամը, Կարմելացի Նաբաղի կինը Աբիգյանը գերի առնված էին։ Դավիթ մեծ ստագնապի մեջ էր, քանզի ժողովուրդը զանիկա հարկոցեր կուզեր, որովհետև բոլոր ժողովուրդի սիրտը կրկսկծար իրենց տղոցը ու աղջիկների համար, բայց Դավիթ իր Տեր Աստուծմով զորացավ, ամեն։ Ինչ ուսուցանում ես ես պատմությունը, ինչի համար եմ սիրելիներ ինձ սրտում դրված, ինչի համար եմ սրտում դրված սիրելիներ, որպեսզի մի փոքր կիսվեն ձեզի հետ այս հատվածի վրայով, որովհետև ինչպես ասեցի նախորդ, այդպես ինչպես մենք տեսնում ենք մեր հոգևոր կյանքում պատերազմը, հոգևոր ամեն մարդ չի կարողանում կանգնել, ու ավելի շատ մենք խոստովանում ենք, մենք ընկնում ենք, քան կանգնած ենք, մենք ավելի շատ պարտվում ենք, քան հաղթում ենք, եւ մեր հոգևոր կյանքի պրակտիկան պարտությունները ավելի շատ են, քան հաղթությունները, բայց ոմանք ուժ են առնում, ոմանք իներցիայի մեջ են ընկնում, ոմանք էլ հավատքի են դառնում։ Սիրելիներ, եւ ես ուզում եմ, որ մենք ուշադիր հետևենք այս խոսքերին, ինչ է կատարվում Դավիթի հետ, ինչպիսի որոշումներ կատարեց սիրելիներ, ու վերջո ինչ կատարվեց ընթացքի իրա, որտեղ հայտնվեց։ Գիրքն ասում է սիրելիներ, որ Դավիթը Սավուլի երեսից փախել էր, եւ թափառական կյանքով ապրելով սիրելիներ, ի վերջո հոգնած, ի վերջո այս ամենից ձանձրացած, իր սրտում մի օր, այսպես է մտածում, Դավիթ իր սրտի մեջ ասավ, վերջապես օրը Սավուլի ձեռքով պիտի կորսվեմ։ Դավիթ իր սրտում ասեց, մի օր
Սաուլի ձեռքից կընկնեն։ Այսքան փախնում են, այսքան պահվում են, բայց մի օր կգա իմ կյանքում, առանց իմ ուզելու ես կընկնեմ, ես կփախնեմ, բայց չեմ ազատվի։ Մի օր Սաուլ կհասնի ինձի։ Դավիթը սիրելիներ, իր սրտում ասեց սրա մասին։ Եվ ես ուզում եմ սիրելիներ Աստծո խոսքը հորդորեմ, բոլոր այն անձանց, ովքեր տեղ են տալի այն մտքերին, որոնք իրանց վրա ազդում են սիրելիներ, հակառակորդի վերած ամենի միտքը, որը որ քանդում է, ավիրում է, նախքան գործողությունները արդեն մարդիկ գերի են իրանց մտքի ու սրտի մեջ։ Եվ Դավիթը մինչ գերին գները իրանց սրտում մտածեց, Սաուլի ձեռքով մի օր կկորսվի։ Ինձի համար փղշտացիների երկիրը փախչել են, աղեկը չկա։ Ինձի համար փղշտացիների երկիրը փախչել են, աղեկը չկա։ Սիրելիներ, սա խոսում է Աստծո մարդը, սա խոսում է Դավիթը, սա խոսում է Օթյալը, սա խոսում է նա, որ Սաղմոսների մեջ գրում է, Տեր իմ հովիվն է, բանի կարոտ պիտի չլինեմ, սա խոսում է այն մարդը, որ ասում է Տեր իմ լույսն ու փրկությունն է, որբե պիտի վախնամ, սա խոսում է նա, որ Գողիաթի գլուխը մի հագածով վերցրեց, սա խոսում է այդ մարդը, սա խոսում է այն մարդը, որ մեծ աղտություններ է տեսել իր կյանքում, բայց իր հոգու աշխարհում ի վերջո փայփայում է մի միտք, Տերը կտեբի միտք, որ իրան կրծելով վեր է հացրել այստեղը, միտք, որ ասում էր Դավիթ կապ չունի, որ դու Գողիաթի գլուխը վերցրիր, կապ չունի, որ Տերը քո փրկիչն է, կապ չունի, որ Տերը քո հովիվն է, կապ չունի, որ Տերը քո լույսն է, դու մի օր ընկնելու ես, դու մի օր Սաուլի ձեռքից ընկնելու ես, դու մի օր բռնվելու ես, դու մի օր չես պրծնելու։ Միտքը Սաուլի պատճառով Դավիթի սրտում Տեր էր գտել սիրելիներ։ Ու Դավիթի կյանքում սիրելիներ աննկատ ձևով ծածկված մնացել էր, բայց եկավ մի օր դա բացահայտվավ։ Դա գլուխ բարձրացեց, դա իրան ցույց տվեց, ու Դավիթի կյանքի ուղղությունը Երուսաղեմ սահմաններից փոխվեցին։ Ինչ գիտես ով ոգիս Տեր նստած ես, մեր պաշտամունքի Տիրոջ ներկայության մեջ, վաղը որտեղ կլնես։ Ամբողջ խնդիրը կանգնում է նրանում, քո սրտում ինչ միտք է պտտվում։ Ինչ միտք է պտտվում քո սրտում։ Ինչ մտքերի ես տեղիք տալիս դու քո սրտում։ Ինչն է շրջանառվում քո ողջեր աշխարհում։ Ոցը որ մտավ դրան սիրելիներ դրեդեմական պարտեզ, աննկատ ձևով ոչ մեկ չնկատեց դա։ Ադամը մեկ է տեսավ մի քանի մետրի վրա է արդեն։ Աննկատ ձևով մտավ սահմանները։ Ինչ ես թույլ տալի դու քո սրտի անկյուններում։ Ոցի նման ներթափանցելու են մտքերին, որ մի օր կգան ու կմոտիկանան քո սրտին։ Այն աղբյուրին, որը որ առակացիքն ասում է, ամեն զգուշությունով պահի քո սիրտը։ Ամեն լսած խոսքի մի դուր սիրտը, հապա ամեն զգուշությունով պահի քո սիրտը։ Ռուսերեն թարգմանության մեջ ավելի լավ անջում, больше всего храни его, храни сердце, ամենամեծ պահված բանից պահի սիրտը։ Դավիթը սիրելիներ, կարծես աշխատող էր արել այս պահը, եւ այն աստիճանի էր հասունացել սիրելիներ իր կյանքում, որ ինքը իր սրտի մեջ այն ազնվորությունը, որ ասում էր Տեր իմ լույսն ու փրկությունն է, հիմա ասում է ես մի օր Սաուլի ձեռով կընկնեմ։ Դա քիրա է, որ Աստծո ներկայությունը իջնում է քո վրա, դու փառավորում ես իրան։ Դու մտնում ես մի հատ կողեր աշխարհ, ասես բայց մտքիս հարցը ո՞նց եմ գտնելու։ Մի կողմ այցելությունն է, մի կողմը միտքն աշխատում։ Երևում է հաղթությունը, երևում է այցելությունը, բայց քո աշխարհում միտքը, եթե ներ աթափանցում ու տեղ ես տալիս, ինքը քեզանից հեռու չէ։ Եվ Դավիթ ինչ ասեց. ինձի համար վրշտացների երկիրը փախչել են, աղեկը չկա։ Ամենաաղեկ տարբերակը, ամենաճիշտ տարբերակը իմ համար հիմա Օթյալը ճիշտ տարբերակը գնալ հաղթել վրշտացների երկիրը։ Դավիթը ապահովություն չէր գտել իրան,
իրան, չեն գտնում իրան Հուդայի երկրում։ Մտածում են Հուդայի երկիրը իր համար ապահով չի լինի, արդեն ինչքան է փախել, ինչքան է բրծել, ինչքան է ազատվել, մի օր չի ազատվի, իր համար Հուդայի սահմանը էլ չէր բավարարում։ Են հավատացյալը, որ իր սրտում միտք է ընդունում սիրելիներ, թե մի օր ինքն գնելու է, իրան տեղակայտնելու Հուդայի սահմաններից դուրս գա։ Այն միտքը, որ գալիս է հակառակորդից քեզին կհանի սահմաններից դուրս։ Երուսաղեմի սահմաններից, Հուդայի սահմաններից, Աստծո ժողովրդի սահմանից, եկեղեցու սահմանից, հարսի կարգավիճակից, Տիրոջ ներկայությունից կհանի։ Այն աստիճանի, որ Դավիթը կասի, ամենաախեք տարբերակը է սա, ես ուրիշ ճամփա չեմ տենում, ուրիշ լուծում չեմ գտնում, ամենաճիշտ լուծումը դուրս գալն է սահմաններից։ Եվ մենք տեսնում ենք սիրելիներ, որ Դավիթը չկարողացավ դեմ դնել, արդեն իսկ տեղ տված այն մտքին, որը որ թեքեց իր աղողությունը։ Թեպետ եւ ինքը առաջին իսկ անգամներում, երբ որ քայլ էր արել Իսրայելից դուրս գալու Սաղուղի երեսից չարչարված ժամանակ, ես ուղղակի բանավոր եմ հիշացնում, դուրս եկած ժամանակ Գադ մարգարեն երևում ու ասում է, վերադարձի Երուսաղեմ, վերադարձի Երուսաղեմ։ Գադը Տիրոջ միջոցով հորդորում էր հետ գնա Դավիթ, դուրս գալը քո համար չի, միջոց մանկալը քո համար չի, հեշտ ճամփա գտնելը մարմնի համար քո ճամփան չի, Աստծո ուզածը չի, մարմնի հանգստության ետևը գնալը Տիրոջ հաճո չի, երբ տալի Երուսաղեմ, Տերը կարա պայի, բայց այս անգամ չկա Գադը, այս անգամ չկա մարգարեն, այս անգամ Դավիթն ունի զորքը։ Եվ այն միտքը, որ բռնել էր սիրելիներ իրան, մենք տեսնում ենք, որ բարեբուն իմաստով թողեց Երուսաղեմը, թողեց խոստմունքի երկիրը, կարծես մոռացավ այն օծությունը, որ Սամուելի միջոցով յուղը թափվելով Տիրոջից խոսք էր եղել իրան, կարծես այդ ողջ խոստումները դրվեցին մի պանիկով։ Ու Դավիթը խեղճ ու կրակի պես փախնում է Երուսաղեմից։ Աստծո մարդը փախնում է Երուսաղեմից։ Շատ ցավալի է սիրելիներ, որ այսօրվա օրում կան շատ քրիստոնյաներ, շատ հավատացյալներ, դրսի աստվածապաշտությունը լավ է, հոգևոր կյանքի հաջողություններ կա, բայց ներաշխարհում ծածուկ խնդիրներ կա, որ ինքը հասկանում է, որ այդ խնդիրները իր ուժից վեր են, այդ խնդիրները մի օր կբռնեն իրան, ինքը հասկանում է, ցավը գիտեք որն է սիրելիներ, որ սա չի թափվում դուրս Տիրոջ ոտերի առաջ, ցավը կանում է նրանում, որ Դավիթը սկսել է հավատալ այդ մտքին, որ ինքը մի օր ընկնելու է, մի օր կործանելու է, մի օր բռնվելու է։ Ես մի դեպք եմ ուզում պատմեմ սիրելիներ, այնպես էր պատահել, մի քանի տարի առաջվա բան եմ պատմում, այնպես էր պատահել, երբ բաներով գնացել ենք Ռուսաստան աշխատանքի համար, քաղաքից դուրս դաշաների վրա որոշ հարդարման աշխատանքներ կար։ Եվ ես հիշում եմ ինձ սիրելիներ, եւ որ այդ աշխատանքի մեջ այդ դաշայի վրա աշխատում ենք ինչ-որ մեծահարուստի մեկի տանը, մենք ես զգամ սատանան իր ողջ մտքերով հարձակվել է սիրելիներ։ Այն աստիճանի, որ իմ սիրտը սկսեց արագ աշխատել, ես զգացի, որ ես անզոր եմ տվյալ մտքի ազդեցությանը ու ինչ խոսում այդ միտքը, ասում արտակ, հեսա դու գնում ես մեղքի մեջ։ Ու այդ միտքը սիրելիներ ես կասեի միտ չէ, դա ազդեցություն է։ Ես զգում եմ, որ այդ մտքի ազդեցությունը այնքան է խորանում, այնքան է ծանրանում իմ վրա, որ ես դեմ տնելու, ուժ տալու, մերժելու ուժ չունեմ։ Ու ես զգում եմ, որ այդ միտքը գնալով զորանում է ու ես ընկճվում եմ դրա տակ, ու գնալով բռնվում եմ դրանով։ Ու ես հիշում եմ սիրելիներ, նայում եմ երկինք ասում եմ, Տեր կարող եմ գնել մեղքի մեջ։ Բայց ես չեմ ուզում ասի Տեր, բայց ես չեմ ուզում բռնվեմ ինչ-որ բանով։ Չնայած այն բանին, որ ես ներքուս նայում եմ երկինք, այդ միտքը գնալով չէ նահանջում։ Ասում չէ, դու հայ այան գնելու ես,
դու արդեն բռնվում ես։ Ու ես հիշում եմ սետ կուչ է եկել նայում է երկինք ասում է Տեր, կարող անգնեմ Տեր, կարող անգնեմ։ Միթե դու կթողես ես անգնեմ։ Մի օր առաջ կարող մեր տորտություններ, մի ամիս, մի տարի առաջ, բայց գալիս է մի բան։ Այդ մտքերի ներգործության տակ դու քեզ այնքան անճար ես տենում, այնքան խեղճ ես տենում, ասես ասես։ Ես ինչ եմ, ոնց էր ապ։ Ես հիշում եմ սիրելիներ, ես նայեցի երկին, ու ես մրմնջում էի աղոթքով իմ սրտի մեջ, ասում եմ Տեր, մի բան ասա Տեր, եթե հիմա մի բան չխոսած, ես հաստատ կընկնեմ։ Այդ մտքի վախի տակ կընկնեմ, այդ վախի ազդեցությունից կարող եմ մի անհավասարական շրջանցքան անեմ։ Տեր մի բան ասա։ Ու ես հիշում եմ սիրելիներ, Սուրբ Հոգու խոսքը, որ իմ սրտի մեջից խոսած ու ասեց, իր առաջարկին ասեց, դու հավանում ես, դու ուզում ես ետում։ Ու ես նայում եմ ասում եմ Տեր Աստված, ես ուզում եմ պրծնեմ ստեից, ուզում եմ դուրս գամ ստեից, ես չեմ ուտում դա։ Ու ես հիշում եմ, որ Սուրբ Հոգին ասեց, մի վախի ասեց, էդի քեզի չի դորի, էդի քեզի չի իշխի, էդի քեզի չի ստիպի, էդի քո վրա չի իշխի, շարություն չունի։ Ես այդպես փորձառություն չեմ տեսել իմ կյանքում սիրելիներ։ Ես հիշում եմ այդ ազդեցությունը մտքի վրիցս գնաց, բոլոր տեսակի մտքերը խաղաղան, տաղանջող զորություն չկա։ Ու ես նայում էի հոգու աշխարհում, ասում եմ Տեր Աստված ջան, վախից էլ կարելի անգնել մեղքի մեջ, շփոթությունից կարող եմ սխալ բան անել։ Մենակ այն բանի համար, որ մարդը միտք ընդունում, մարդը մտքին տեղ հատալի։ Եվ ես հիշում եմ սիրելիներ, եւ ես հիշում եմ մոտավորապես մի քանի ամիսներ առաջ էր այս պարանոցի շրջանում ցավեր ունեի։ Իմ հայրը 56 տարեկան հասակում մահացել էր ռակից, ու ասում է Տեր Աստված, հաստատ մի բանի մեծ սկսվում է, ասում օրեն ես եմ դառնալու։ Ես խոսում եմ մտքի ներգործությունից սիրելիներ։ Բաներ, որ մարդու սրտում բուն են դնում ու ներաշխարից քանդում են։ Որ մարդ իր հավատքը չի կարող հենվի Տիրոջ վրա, մեջը մի բան է ցանվել, այդ ցանված ազդում է իր վրա։ Ու ես հիշում եմ սիրելիներ, գնացինք, ասի պետք է գնամ նկարենք։ Ես երբ բժիշկն ասում է, ուռուցք չկա, ոչ մի բան չունես, բայց այդ միտքը չի նահանջ։ Մի միտքը թուղթը վերցրել եմ դուրս եմ եկել, անդրանի կապել ասում, հա ինչ կա։ Եկավ տրկված եմ ասում ոչ մի բան։ Բայց ներսս արդեն էր միտքներ էր կապված։ Գնացինք տուն, մեզ ինձի չափսեց ինքը գնաց։ Ու ես մնացի այդ թղթի հետ մենակ։ Մի նայում եմ այդ թղթին, նայում եմ այդ արձանագրությանը, նայում եմ, հիշում եմ մի հատ народի մասը, հիշում եմ իմ հորը, հիշում նայում եմ իմ վիճակը, որ ազդում է իմ վրա։ Ասպետիր Աստված, ու զգում եմ լարվածությունը փոթորիկը շատանում է ներսից, փոթորիկը շատանում է։ Ու ես զգում եմ, ես պահապանությունս վերացել է, մտքերը արդեն ջրի նման ներս են մտել։ Մի շփոթություն ավելանում է, վախը շատանում, ասում եմ Տեր Աստված, հաստատ գնացող եմ ես ասում։ Ոչ մի բանով չեմ կարող, ուժ չունեմ դեմ դնելու, գեր եմ ընկել, դարի գերության մեջ եմ հայտնվել։ Ես էսի պատմում եմ իմ համար, որ դուք տեսնեք ձեր գերությունը, դուք ինչի մեջ եք երի բռնվում։ Ինչն է ձեզի ներսից բռնում։ Իշխանեն եղբայր ասում է, եղբայր ջան նա աղոթի, բայց դու ներսուց զգում ես, ոնց որ էսի չի գնացել, հələ կողքս կայնել է։ Փոխանակ մերժես, նոր աղոթես, դու աղոթում ես առանց մերժելու, դա մա չի եղավ։ Հիշում եմ սիրելիներ, որ ես իմ կյանքում տրտունջ էի անում, ու այդ տրտունջի անունն էր, ասում է Տեր Աստված, մեռնել բրցնեմ աստուծից, անձնական խնդիրներից, ընտանեկան դժվարություններից, հենց հոգու դառնությունից էի ասում, մեռնել բրցնել։ Եվ հիշում եմ զանգեցի եղբայրներից մեկին, ասի եղբայր ջան, ասի իմ համար աղոթ կարեք, ասի սենց վիճակի մեջ եմ, ասի գնացել եմ բժիշկի դա բաները չեն ասի, ու դրուկ հանկարծ ձեր եղբայրը սկսում է խոսալ։ Ես չեմ պատմել ոչ մի բան։ Մեկ ես սրտին դրվում է սկսում է խոսալ։ Ասում է, брат, однажды я сказал, Господи, зачем я живу? И вдруг заболело сердце, асում է. Зачем я живу? Ասեց, брат, мы порой призываем смерть на нас.
Եվ մի կողքի երբայրն որ կար, ասես մի բանին ես ասեմ, հələ ես իրան բան չեմ պատմել, մեկ էլ սիրելիներ ինքը ինչ է պատմում, հիշում եմ, որ ինքն էր իր ընտանեկան իրավիճակից նեղված, ինչ-ինչ բաներից նեղված ասում էր, Երանի մեր հայրերին քո անվան համար նստել են տեր, քո անվան համար վերցել են նստել, Երանի ես է նստած ունեի քո անվան համար, ու ասում է, իմ սրտում այդ նեղությունից ելած խորացը Երանի տալը մեր դուրը ծեծում է, զլագում դուրը բացելու, вот ты нам ոստիկանը կանգնած։ Знаете, дом этого человека, да, знаю, можете показать, конечно, если ча, ара-гара, ուրիշն եմ ասում там, ոստիկանապարին տերին ծրտիր խոսա, իշնես ներքև, ասում դե մեքենան ասպասում քեզ, քո գրպանը մի բան կգցեն, դու կգնաս կնստես, բայց դու իմ հանվան համար չես նստում, դու կգնաս կնստես քո տխնջի համար։ Ասում իշնեմ ներքև տենա մեքենան կանգնած է, ընդ ասում են արի նստի, ասում եմ չէ, ես չեմ գա, ես ցույց կտամ այդ տունը, բայց չեմ գա, արի նստի տանեք ցույց տամ, չէ ասում եմ, я покажу вам, մի զորում եմ որ նստի, չի նստում, ասում եմ ես ցույց կտամ, ասում եմ շուտ ցույց տվեցու բարտացաներև, հաջորդ օրը տեսնում եմ, ասում եմ ում տուն որ ուզում են տեսնեն գնային, ասում եմ մարդուն եմ տենում, հարցեցի ասի ձեր տան տերը իրան գիտեին, ասում եմ конечно, ասում եմ անեն ոնց գիտեին, ասում եմ միտքս բացվա, ու ասում եմ ես զրչացի տիրոջ առաջ, մի իրան խոսում են սիրելիներ, եկել իմ հոգու մեջ եղած այդ բանը արթնացավ, որ իմ սրտում տեր է թթել, այդ գեղտոտ տրտունջը, ու ես հիշում եմ սիրելիներ, ասի եղավ երբ պարջան, ասի պարզ արդեն, խոսակցությունը վերջացեցինք, մի ող պատվել, մի սուք հա կապես սիրտս, մի աղաղակա բարձարում տեր, ների ասում եմ Իսուս, ների տեր, իմ անմիծ եվով, նեղությունից ելած, տրտունջով մահ եմ կանչել, ների Իսուս, ու ես ինչ եմ տենում սիրելին է, տենում եմ որ իրական հոգևոր մահն է մոտիկացել, վերցել այն մարմնի տուկարությունը, ունձի մատուցումը որպես ֆիզիկական մահ, ես չէի զանազանում, մարմնի տկարությունը վերցնելով հոգևոր մահը, մատուցում էր որպես ֆիզիկական մահ, ու ես դրա իշխանության տակ եմ, ու ես ես նայում ասում եմ տեր, ողջում եմ տեր, աղաչում եմ ների ինձի, երեխեքս մոտիկացել են ինձի, մի նայում եմ, Բուջուրս 3 տարեկան է, մի արցուկները թափում է, ասում եմ աստված ջան, ես երեխեն չվախենա, էլ չեր է տակրում, վախենա, չի վախենա, ասում եմ դեր աստված ողորմա ինձի, տեր մաքրի ինձի, ազատագրի ինձի Իսուս, մի լացում եմ, ոնց որ մահացում եղ գործածել եմ, ոնց որ առաջի անգամ գնամ եկեղեցի ու տերը բացի մեղքի գիտակցությունը, հո չեմ ողբում, տեր ազատի ասում եմ, Ուշում եմ այդ մահվան կռիվ տալու ժամանակ, որ ես երուս չունեի կանչելու, Հիսուս չէի կարում կանչեի, Հիսուս չէի կարում կանչեի, ուշ չունեի, շուշ չկար, բավեր չէի կտնում, մեկ է բացվել աղոտքի հոգի, մեկ է սուպ հոգին բարեխոսում է, մեկ է այդ բարեխոսության ժամանակ ես հիշում էի, ռուսերեն լեզվով, բացականչում է, շիզ, մեկ է լելի օտավեզի աղոտ կա գնում, Երկրորդ անգամ շիզ, մեկ էլ տերը միտքս բացի ասում է լսի եսի քո համար է բարեխոսում, ու այդ հրահանգի ժամանակ, ոնց որ մեկը վրիստս մահ վերցներ դրել մի կողմ, խաղությունը չա, ոնց որ կապելը հոգուս աշխարհից հեռացավ, վախը նահանջեց, ու ես ազատություն ապրեցի, մի փառք չեմ տալի, մի հոչ եմ գոհանում ասում եմ, տեր շնորհակալ եմ ասում եմ, 10 րոպե առաջ Հիսուս չէի կարող կանչեի, 10 րոպե առաջ, մտքերն եկել էին, ծանրությունները լցվել էին, ես գերի էի բռնվել, ես տեղ էի տրվել, բայց Աստված լի է ողորմությունով մեր հանդեպ, ասենք ամեն, օրհնյալ Հիսուսի անունը սիրելիներ, ընդեղ որտեղ մենք մտածում ենք, թե ես հանձնվել եմ, արդեն կապված տանում են, Սամսոններ ընկան, աչքերը փորեցին, կապեցին աղորիկի քարը գլորում են, ու երբ որ գիտն ասում է,
Սամսոնին կապված տանում էին, որպեսզի զվարճանան իր վրա։ Սամսոնը կանգնեց երկուսյան մեջտեղը ու իր սիրտը թափեց Տիրոջ առաջ, սկսավ խոստովանել, սկսավ դատարկվել ու Տերը ողորմություն արեց։ Տեր Աստված, այս անգամ է լսիմ ձայնը։ Այս անգամ է լսիմ ձայնը։ Ինչ է կարծում սիրելիներ։ Այն Աստվածը, որ մահվան կապերը քանդեց, իմ ու քո վրայի մահվան կապը կարա քանդի թե չէ։ Ամեն կարա։ Բայց ով է մեր մեջ եղած, որ ասում է չէ, ես իմ վերջն է, ես իմ վերջավորությունն է, ես դες դու Սեկովը չեմ, ես դատապարտվա մարդեն, ես կապվա, ես բռնվա, ես ընկա, ես խոցվեցի, ով կթավ անարակ որդուն, ով վերադարձվեց որդուն, ով Ինչեր հայն ասում, որդիս մեռած է կենդանացավ, կորած է գտնվավ, ով գտավ որդուն, ով փնտրեց այդ որդուն, ով էր նայում այդ որդուն, ով էր մտահոգվում այդ որդու հանդեպ։ Դավիթ իր սաղմոսներում խոսքեր ունի, ես ում կարդամ այդ խոսքերը։ 119 սաղմոս 176 խոսքը, 119 սաղմոս 176 Գործված ոշխարի պես մոլորվա, հնդրեք հո ծառամ, վասնզի քու պատվիրանքները չմորցա, գործված ոշխարի պես մոլորվա ասում է, հնդրեք ու ծառային, ման արինցի տեր, մոլորվել են, ճանապարհից շեղվել են, բայց հոգու աշխարհում նայելով քո պատվիրանքին, հավանում եմ, Տեր, փնտրի քո ծառան։ Եվ ինչ եք մտածում սիրելիներ, Տերը Դավիթին գտավ, Տերը Դավիթին ողորմեց, այն Աստվածը սիրելիներ, որ մեզի համար հավիտենական սիրո կապով էր, մեզի իրան հետ կապել, ու իմ ու քո համար խաչի վրա գնաց մինչև վերջ, ինքը կար այսօր, իմ ու քո աշխարհի մեջ եղավ, այդ մահվան կապը քանդել, դու չես կարա, ես չեմ կարա, բայց ինքը կարա, մենակ թե քո սրտում մի համակերպի դրա հետ, դա բեր լույսի առաջ, ու կանչի Հիսուսի անունը, հնդրեք քո ծառան, վասնզի քո պատվիրանքները չմոռցա։ Ամեն։